Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ասում Պարոն Սարգսյան, Ալիևը հայտարարել է, որ մյուս այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ մեկնարկելու է ճանապարհի երկաթուղու շինարարական աշխատանքները, այն կոչելով այս ճակերտավոր ասած Զանգեզուրի միջանց, բայց այստեղ Ալիևի խոսույթը պարզ է, բայց այս տեղեկությունն է հետաքրքիր, որովհետև մենք պաշտոնապես չենք լսել, որ տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ երկաթուղու շինարարությունը սկսվելու է։ Սա ինչ տեղեկություն է, որ Ալիևը հայտնում է։ Նախ ասեմ, որ Ալիևը մշտապես է այն Զանգեզուրի միջանցք անվանել, բայց օգոստոսի 8-ին, երբ որ Թրամփին շնորհակալություն էր հայտնում, այդ ժամանակ ինքն ասել էր անվանել էր թրիփ։ Այսինքն Ալիևը տարբեր հարթակներում տարբեր ձևով է անվանումներն ասում, ինչ վերաբերում է ժամանակին, ժամանակի առումով գոնե իմ համար դա բացարձակ նորություն չէր, որովհետև ովքեր ադրբեջանական մամուլին հետևում են, այս առաջի դեպքը չի, օրեր առաջ ես տեսա ադրբեջանական մամուլում հրապարակվող երկաթգծի հատվածը իրենց մասում կառուցելու առումով, ինչը բավականին ինձ ոգևորեց, որովհետև ես տեսա, որ երկաթգծի այն հատվածը, որը իրենց տարածքում է ու պետք է միանա մեղրին, այդ հատվածում թունելները ու ճանապարհային ուղին ճիշտ մեղրի տարբերակի նման է, թե թունելների կառուցվածքը, թե ձևը, եւ ես տեսա, որ վերանորոգվում են հին թունելները եւ երկաթգիծը շարժվելու է մեկ ուղով, այսինքն երկկողմանի գիծ չի լինելու, դա նշանակում է, որ քաղաքական որոշումը եղել է հնարավորինս արագացնել գործընթացը, ինչը շատ ոգևորիչ է, այսինքն այն կանխատեսումը, ինչը ես անում եմ, որ 2028 թվականին գնացքը A կետից պիտի կանգնի A կետ, Ալմաթիից պիտի կանգնի Աթենք, այդ գործընթացը ուժի մեջ է մտած եւ այդ գործընթացն աշխատելու է, որտեղ մի գծով, մի ուղղությամբ գործընթացը տանելու պարագայում դա լրիվ իրատեսական է, որովհետեւ ընդհանուր առմամբ բացակայում է 45 կիլոմետր Սյունիքի հատվածում, 1 կիլոմետր Երևանի հատվածում եւ 10 կիլոմետր Ախուրիկի հատվածում։ Ընդհանուր առմամբ 56 կիլոմետր, այս լավագույն դեպքում, չգիտեմ, 3 ամսվա աշխատանքի խնդիր է նորմալ աշխատի պարագայում, իսկ որ 2028 տվին Հանրապետական կուսակցությունը Միացյալ Նահանգների նման հնարավորությունը պիտի բաց թողնի, այդ բացարձակ ակնհայտ փաստ է, որովհետև 2028 թվին Միացյալ Նահանգների ընտրություններից առաջ իրենք կարող են ասել, որ իրենք համաշխարհային մակարդակի նախագիծ են իրականություն դարձրել, իրենք կենտրոնական Ասիան կապել են Եվրոպային առանց նեղուցների, ցամաքային ճանապարհով, որ իրենք են, որ վերահսկելու են աշխարհի ամենախոշոր բեռնափոխադրումները կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա եւ հակառակը, որ իրենք խաղաղություն են բերել տարածաշրջանին, որ իրենք տնտեսական լուրջ հնարավորություն են ձեռք բերում նաեւ գազամուղների եւ մնացած այլ կոմունիկացիաների, էներգետիկ կոմունիկացիաների առումով, եւ որ իրենք Միացյալ Նահանգները իրենց վարած արտաքին քաղաքականության արդյունքում, մասնավորապես Թրամփը, կարողացել է հասնել նրան, որ այդ ուղու որոշակի հատվածում ինքը ունի 46% սեփական բաժնեմաս։ Այս այն կարգի փաստաթուղթ է Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության համար 2028 թվականի ընտրություններից առաջ, որ իրենք այս բաց չեն թողնի։ Իսկ որ դա կարող է իրականություն դառնալ, այստեղ մի խանգարող հանգամանք կա միայն, դա ռուսական կոնսենսիոն համաձայնությունն է, մնացած բոլոր առումներով 3 ամիս հետո այդ գնացքը կարող է շարժվել, այսինքն ինքը ֆիզիկական առումով, տեխնիկական առումով, խնդրի լուծումը ժամանակի առումով շատ հեշտ է։ Խնդիրը քաղաքականինն է, կոնսենսիոն կառավարման առումով, ու այս առումով կարծում եմ Միացյալ Նահանգները հնարավորություններ գտնելու են այդ խնդիրը լուծելու, որովհետև այս գերկարևոր ծրագիր է իրենց համար ընտրություններից առաջ, այս գերկարևոր ծրագիր է նաև այս տարածաշրջանում ներգրաված երկրների համար։
Այնպես որ Ալիևի ասածը զարմանալու չէ, դրանից ավելին ուրախանալ է պետք, որ գործընթացներն արագանում են, այդ չի թողնվում ժամանակի մեջ տասնյակ տարիներ հետո, որ խնդիր է դրված 1-2 տարում նման հնարավորություն ունենալ, եւ ես շատ ուրախ կլինեմ, Նարեկ ջան, որ 2028 թվականին մենք Երևանի երկաթգծի կայարանից նստենք գնացքը եւ գնացքով գնանք Աթենքում իշնենք, այնտեղից տեղափոխվենք այլ գնանք Ռոմ ու այսպես շարունակ։ Միայն օդանավերի հույսին չմնանք։ Բեռնափոխադրումների առումով այդ արտակարգ լավ կլինի նաև Հայաստանի համար երկու ուղղությունների առումով, թե որ Միջինասիական հանրապետությունների նկատի ունեմ հացահատիկի, նաև անհրաժեշտության դեպքում Ղազախստանից կոշտ վառելիքի ատոմակայանի համար, թե մնացած առումներով։ Այսինքն ինքը երկարևոր ճանապարհ է մեր համար եւ ինչքան շուտ, այնքան լավ։ Դա ռուսական այդ վերահսկողության ներքո է լինելու, այսինքն այդ նույն պայմանագիրն է տարածվելու այս ուղղության վրա։ Ինչ ռուսական վերահսկողությունը այդտեղ որևէ կերպ չի լինելու իմ կարծիքով, որովհետև այնպես ինչպես մաքսային տիրույթում գտնվող այսօրվա Հայաստանի սահմանում տեղի ունեցող առևտրի մասով որոշակի բան գնում է այդ միասնական մաքսային բյուջե, մաքսայինի մասով ընդհանուր համատեքստում ինչպես գործում է նախկինում կամ մինչ այս ընդհանուր մաքսային տիրույթում որոշակի մաքսային հանույթներ կգնան ընդհանուր մաքսային բյուջեով այնտեղից կբաժանվեն, որովհետև մենք ԵԱՏՄ գոտում ենք, բայց մնացած առումներով որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև ռուսական սահմանապահ ուժերը վերահսկում են Հայաստան-Թուրքիա սահմանը, Հայաստան-Իրան սահմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանը իրենց վերահսկողության ներքո չի, հետևաբար այդտեղ սահմանազատումը ու սահմանի անցումը իրականացվելու է հայ եւ ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության ներքո, մաքսային ստուգումները եւ այլ ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով ու կարգով, այդտեղ նաեւ կտեղադրվեն տեխնիկական միջոցներ, ինչի մասին որ խոսվում է, այսինքն դրի պայմանագրում հստակ գրված է, որ դա ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում է տեղի ունենալու։ Ինչ վերաբերվում է երասխից աթոռիկ ընկած հատվածում, այստեղ միանշանակ կոնցեսիոն համաձայնագրից պիտի դուրս գալ, որտեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչքան հասկացա արդեն բյուջեին նախատեսել են Երասխավանի 1 կիլոմետրանոց հատվածի եւ աթոռիկի 10 կիլոմետրանոց հատվածի վերանորոգումը իրենց միջոցներով եւ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կամ պիտի դիմեն Ֆրանսիայի արբիտրաժային դատարան կոնկրետ կոնցեսիոն համաձայնագրից դուրս գալու առումով, որն էլ եթե հայերը դիմեն զուտ պետական շահից ելնելով պայմանագիրը խզելու առումով, այս դեպքում գումարը իմ կարծիքով 100-120 միլիոն դոլարի շրջանակում կկանգնի Ֆրանսիայի արբիտրաժային դատարանը, կարծում եմ դժվար է այլ թիվ ներկայացնի այդ առումով, եթե չդիմեն արբիտրաժային դատարան եւ թրիփ նախագծի ֆինանսական տնօրեն Սակալովը ինքը այդ խնդիրը փորձի լուծի սեփական կապերով, ինչի մոտիվները ես տեսնում եմ, այդ կարժենա հավանաբար 150 միլիոն դոլարի կարգի։ Այնպես որ կարծում եմ ամերիկացիները ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ Երասխավան աթոռիկ հատվածի կառավարման խնդիրը կլուծեն։ Եվ ես չեմ բացառում, որ հետագայում իրենք նաև այդ հատվածի համար որոշակի ֆինանսական միջոցներ դնեն եւ այդ հատվածում էլ որոշակի բաժնեմաս ուզեն, այնպես ինչպես Սյունիքում ուզեցին 76 տոկոս, այստեղ էլ նույն չափի կամ մի քիչ ավելի քիչ չգիտեմ։ Եվ պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ամիս առաջ մի տեղեկություն հայտնեց, որ հայկական կողմը կարող է 2 միլիոն դոլար ռուսական կողմից պահանջել, որը այսքան ժամանակ չի պահանջել, երկաթուղու համատեքստում էր դա ասում, այդ գումարը ինչից է գոյացել ըստ ձեզ եւ ինչի այսքան ժամանակ չեն պահանջել այդ գումարը։ Ճիշտ ասած չեմ կարող ասել, թե որ համատեքստում է Նիկոլ Փաշինյանը դա ասել, ինքը ընդհանուր էտի նկատի ուներ 2 միլիոն թե 2 միլիարդ, դա էլ այդքան կոնկրետ չէր։ Անձամբ ես ասել եմ, որ մենք կարող ենք
ռուսական ռազմաբազայի համար տարեկան 2 միլիարդ գումար ուզել, 1 միլիարդը տալ գյուղատնտեսությանը փոխհատուցում, 1 միլիարդն էլ դնել գազի գնի թանկացման դիմաց դոտացիաներ տալ։ Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, ինչ ուղղության վրա է դա ասել, ամեն դեպքում, որ ռուսական կողմը իր խոստացված 600 միլիոն ներդրում հարավկովկասյան երկաթուղիներում չի կատարել, դա ակնհայտ է, որովհետև այդ երկաթուղիների վիճակը, կայարանների վիճակը մենք բոլորս տեսնում ենք, որ այդտեղ փոփոխություններ չկան, որ այդտեղ գումար դրված չկա, այսինքն իրենց վերցրած ժամանակից ոչ միայն վիճակը չի լավացել, այլև շատ կայարաններ ընդհանրապես քարոքանդ են եղել ու գոյություն չունեն։ Մասնավորապես ասենք Չարենցավանի կայարանը, որը մի ամիս առաջ եմ տեսել, ոնց որ 45 թվականի պատերազմի ռմբակոծությունից հետո վիճակ լիներ այդ կայարանում, կամ Երևանի հենց կայարանում այս վերջի 1-2 ամսում որոշակի բան արեցին, թե չէ դրանից առաջ որ մտնում էիր, ասենք 30-ական թվականների ֆիլմ կարող էր նկարահանել առանց դեկորացիաներ փոխելու։ Այսինքն ռուսական կողմը այս երկաթուղիները վերցրել է, որովհետև ներդրումներ չանի։ Ընդհանրապես ռուսական կողմը այդ որ վերցրեց, ինքը մտածում էր, որ ադրբեջանական երկաթուղիներն էլ կլինեն իրեն, վրացականներ կլինեն իրեն ու այնպես ինչպես սովետական միության ժամանակ բանակներ Զակավկասկի օկրուգ, այնպես էլ երկաթուղին կլինի Զակավկասկի օկրուգ, բայց իրականում այդ չեղավ, մնաց միայն Հայաստանինը ու Հայաստանինն էլ իրենք համարում էին, որ փակուղի է, որովհետև չի տանում, հետևաբար այդտեղ ներդրումներ անել չարժի եւ կարծեմ իրենք հենց վերցրել են դրա համար, որ փակուղի էլ մնար։ Հիմա խնդիրը առաջացել է փակուղին բացվել է եւ իսկապես Հայաստանի ժողովրդի, Հայաստանի պետության պետական շահից է բխում, որ վերջապես Հայաստանի սահմանները բացվեն եւ մենք կարողանանք աշխարհի հետ շփվել նաեւ երկաթուղու միջոցով։ Սա գերկարևոր է այս հարցում Հայաստանի իշխանությունները, որովհետեւ զիջում անելու կարծում եմ հնարավորություններ չունեն։ Եթե խնդիրը վերաբերվում է որոշակի գումար փոխհատուցում տալու ըստ պայմանագրի, ապա դա կարող է որոշել Ֆրանսիայի արբիտրաժային դատարանը, իսկ արբիտրաժային դատարանը հաշվի առնելով այն շահույթները, որոնք պիտի ունենալ ռուսական հարավկովկասյան երկաթգիծը նման իրավիճակում մինչև 2038 թիվը չի կարող անցնել 100-120 միլիոնից։ Հետևաբար այդ չափի էլ որոշում պիտի կայացվի, փոխհատուցում հարցվի ու վերջ։ Ես կարծում եմ, որ ռուսական կողմը ավելի շուտ կգնա առանց արբիտրաժային դատարանի, այլ ուղղակի բանակցությունների ընթացքում որոշակի գումար փոխհատուցում մուծելու ու դրանով հարցը լուծելու տարբերակով։ Պարոն Սարգսյան, Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման շարունակելով, կառավարության ծրագրում Ռուսաստանի դերը գերագնահատված չէ, ինչպես 21 թվականին ներկայացված հնգամյա ծրագրում էր, 8-րդ հորիզոնականում են արտաքին հարաբերություններ բաժնում Ռուսաստանին ներկայացրել եւ առանց ռազմավարական դաշնակից ձևակերպմամբ, սա ինչ նոր իրավիճակ է ստեղծելու հայ-ռուսական հարաբերություններում։ Խնդիրը իրականում Ռուսաստանի դաշտում է եւ ռուսական իշխանությունները պիտի հետևություն անեն, թե ինչու Հայաստանի արտաքին քաղաքական ուղեցրում իրենք առաջինները չեն ու իրենք իսկապես հետևություն անելու բան ունեն։ Խնդիրը նրանում է, որ այսօրվա Ռուսաստանը դատարկվում է, օրական 20,000 ռուս Լարսի սահմանը անցնում է։ Ես ինքս եմ տեսել Զվարթնոց օդանավակայանում գիշերային չվերթի ժամանակ, թե ամբողջ ինքնաթիռը վերադարձող 18-ից 22 տարեկան երիտասարդներ էին։ Հակու կապից երևում էր, որ դրանք գյուղում տրակտոր վարող երիտասարդներ չեն, քաղաքաբնակ երիտասարդներ էին։ Իմ կարծիքով Ռուսաստանը կորցնում է իր ինտելեկտուալ ներուժը, պոտենցիալը, այս պատերազմը Ռուսաստանին ընդհանրապես արնակամ է անում։ Ես ռուսական տնտեսական դաշտի որոշ գործիչների հետ կապեր ունեմ հեռախոսով, երբեմն համացանցով զրուցում ենք, եւ իրանք ասում են, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ ռուբլի է տպել, ու եթե մինչև հոկտեմբերի վերջ ռազմաճակատում հաջողություններ չունենա կամ խաղաղության համաձայնագիր չկնքի, ապա բանկային համակարգը կարող է պայթել, այսինքն դեֆոլտ լինել Ռուսաստանում, իսկ դրա ապացուցող բազմաթիվ փաստեր կան, որտեղ կենտրոնական բանկը արդեն սկսել է այն մարդիկ, ովքեր Ռուսաստանում չեն,
պատերազմի ժամանակ կամ ցանոթագիր են ստացել ու չեն ներկայացրել, դրանց արխիվները պետականացնում են։ Բանկային համակարգը ընդհանրապես հավատը բանկային համակարգից կորցնելու ավելի կարճ միջոց կամ մեթոդ չկա, բայց բանկային համակարգն էլ Ռուսաստանի հասկանում է, որ ինքը չի կարողանալու հաղթահարել այդ ամենը, դրա համար գնում է ծայրահեղ միջոցների, հետևաբար Ռուսաստանի տնտեսական վիճակն էլ այնպիսին է, որ մեր ապրանքները կարող ենք ուղարկենք ու իրենք գնողունակ էլ չլինեն, որ գնեն, ու այս առումով վիճակը ոչ թե նրանում է, որ ես ուրախանում եմ դրանից, ուղղակի ես ասում եմ, որ դրան մենք պիտի պատրաստ լինենք։ Ավելին ես ուզում եմ ասել, որ այն առաջադեմ ուժերը, որոնք Ռուսաստանի կան, իրենք հասկանում են այս ամեն ինչը եւ իրենք փորձում են ապագա Ռուսաստանի համար հիմքեր ստեղծել եւ մենք էլ մեր վերաբերմունքը համապատասխանաբար պիտի պահենք այն մարդկանց նկատմամբ, ռուսների նկատմամբ, ովքեր Հայաստան են գալիս, որովհետև դրանց մեջ շատ են ինտելեկտուալները, շատ են մարդիկ, որոնք գումարներով են գալիս, որոնք կարող են այստեղ Հայաստանում ներդրումներ անել, աշխատատեղեր բացել, աշխատել տարբեր ուղղություններում։ Մենք պիտի այդ մարդկանց ընդունենք բարեկամի նման, որովհետև Ռուսիայի կանոն կրելը չի նշանակում Վլադիմիր Պուտինի թիմից լինել կամ Ուկրաինայի դեմ պատերազմել։ Այդ մարդիկ չեն ուզում պատերազմել, անիմաստ պատերազմում, այդ մարդիկ ստիպված լքում են իրենց հայրենիքը, այդ մարդիկ գործունյա, բանիմաց մարդիկ են, նախընտրել են Հայաստանը, իսկ մենք ինքներս գաղ տեսած, ցեղասպանություն տեսած, նույնիսկ վերջին շրջանում բռնի տեղահանություն տեսած ժողովուրդ ենք, մենք մեր մոտեկած նման մարդկանց պիտի շատ լավ վերաբերվենք, եւ ես կուզենայի, որ մեր ժողովուրդը բարյացկան վերաբերվեր են ռուսներին, պետությունն էլ բարյացկան վերաբերմունք ցույց տար, եւ եթե խնդիր են դնում քաղաքացիություն ստանալու այդ խնդիրները հնարավորինս արագ լուծել, որ այդ մարդիկ տեղավորվեին Հայաստանում, դառնային Հայաստանի բնակիչ ու աշխատեին իշահ Հայաստանի Հանրապետության տնտեսության։ Պարոն Սարգսյան, օրական Լարսով 20,000 հոգու դուրս գալու մասին տեղեկությունը ձեզ որտեղից, օրական թե մինչ այս պահը։ Մինչ այս պահը օրական 20,000 մարդ Լարսից դուրս է գալիս, համացանցում է տվյալները դրվում Նարեկ ջան, տարբեր ռուսական կառույցների, բլոգերների կողմից, եւ ես ասում եմ, որ վերջին անգամ ընտանիքիս հետ հանգստից հետ վերադառնալու ժամանակ ստացվեց այնպես, որ երկու գիշերային չվերթի հետ համընկավ մեր վայրեջքը եւ երկուսն էլ Ռուսաստանից էին, ու անկեղծորեն խոստովանեմ, որ 90% եւ ավելին 18-ից 22-23 տարեկան երիտասարդներ էին, հիմնականում հետաքրքրվում էին փառաքարում մնալն, Երևան հասնելն ավելի հեշտ, Թերաբովյանում, Մասիսում գներն ինչ են, քաղաքացիություն ինչպես կարելի է ստանալ, ու այս կարգի բաներ չեն սիրում, երբ որ հարցնում էին պատերազմից, հիմնական պատասխանը վախենում էին երևի։ Ասում էին, դե, չգիտեմ, պապիկս ուկրաինացի է, քեռիներս ուկրաինացի են, ես երկու թևի վրա չեմ կարող կռվել, չնայած դրանում էլ ճիշտ կա, որովհետև հիմնականում խառնամուսնություններ են ուկրաինացիների ու ռուսների մեջ, ու այդ մարդիկ չգիտեն ում կողմից կռվել։ Պարոն Սարգսյան, իսկ իրենք Հայաստան են գալիս, թե Վրաստան են մնում, եւ եթե մեծ քանակությամբ ազգությամբ ռուսներ գան Հայաստան, դա ինչ խնդիրներ կառաջացնի, թե Հայաստան իրենց համար տարանցիկ է, իրենք չեն գա, այստեղ խնդիրներ չեն առաջանա։ Դժվար է պատասխանել, կարող եմ ասել, որ այն ովքեր որ ինքնաթիռով գալիս են Հայաստան եւ դրանց մի մասը կմնա Հայաստանում, ինքը հիմնականում անշարժ շուկայում գները թանկացնում է, թե բնակարանների, թե վարձով տալու, հյուրանոցներում, նաեւ ծառայություններն են ավելանում, քանի որ պահանջարկը մեծանում է, մարդիկ սկսում են գին թանկացնել, կարծում եմ այդքան էլ լավ չի կամ ճիշտ չի, եւ որ գները թանկանում են, այս առումով մեր կուսակցությունում բրոկեր ընկերներ ու կուսակցական անդամներ ունենք, որոնք այս վերջին շրջանում ամրագրում են, որ այո, գները թանկանում են անշարժ գույքի շուկայում եւ դա ռուսների գալու մուտքից է։ Ես հետաքրքրվել եմ
ասել եմ, իսկ գումարները ոնց են բերում, ասենք, կամ ինչ գումար են բերում, ասում են հիմնականում դոլարով ու բերում են մեքենաներով։ Այսինքն լարսով անցնելով, մեքենայով անցնելուց հետո իրենք գալիս են Հայաստան։ Եթե գումարը կանխիկով ու մեքենայով են բերում, իսկ ինքնաթիռով եկողները ուղիղ Երևան են գալիս, այդտեղից ուր կգնան, կմնան թե չեն մնա, այդ կախված է մեզանից, դրա համար էլ կոչ եմ անում բարյացակամ լինել, որովհետև այդ մարդիկ կարող են պիտանի լինել նա մեր տնտեսությանը։ Պարոն Սարգսյան, ինչու ընտրություններից հետո չլուծվեցին հայ-ռուսական հարաբերություններում առկա կարևոր խոշոր խնդիրները, ավելին սրվեց իրավիճակը եւ հիմա էլ կա կարծիք, Դե որ հնարեք նաեւ գազի գինը կթանկացնի Ռուսաստանը։ Ինչու չլուծվեց, որովհետև Ռուսաստանը համարում է, որ ինքը ճիշտ է մաքսիմում ծրագիրը իշխանափոխության չլուծեց, բայց մինիմումին հասավ։ Եվ ռուսական քաղաքվերլուծաբանները համարում են, որ իրենց ունեցած 5-րդ շարասյունը, իրենց թիմը, օր-օրի դիրքերն ավելի ամրապնդում է Հայաստանում, ազգային ժողովում հանձնաժողովներ վերցնելով եւ այլն։ Ես գիտեմ, որ Ռուսաստանի համապատասխան կառույցներում ծրագիր են մշակել, որի անունը երկիշխանություն է, եւ իրենք հույս ունեն հոկտեմբեր ամսի վերջ, նոյեմբեր ամսի սկիզբ Հայաստանի 5-րդ շարասյանը ազգային ժողովում եւ դրանից դուրս օգտագործելով հասնել երկիշխանության էլեմենտներին։ Նույնիսկ այն, որ վարչապետի ճեպազրույցների օրերին ճեպազրույց է անում նաեւ Սամվել Կարապետյանը, հուշում է դրա մասին, որ իրենք երկիշխանության էլեմենտների համատեքստում են գործում ու փորձում են Հայաստանում երկիշխանության դրսևորումներ ձևավորել եւ իրենք հույս ունեն, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որոշակի հաջողություններով եւ այլնով երկրի ներսում ցնցումներ անելով, նաեւ գազի գինը թանկացնելով կարող են հասնել նրան, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Այդ պատճառով է, որ իրենք չեն ուզում դեռ ինչ որ բան զիջեն, ու նորից եմ կրկնում, որ իրենց պլանների մեջ հիմա մտնում է երկիշխանության էլեմենտներ ձևավորել, ցնցել Հայաստանի իշխանություններին եւ գնալ լրացուցիչ ճնշումների, դրա մեջ կարող է մտնել նաեւ գազի գնի թանկացումը։ Ինչ պիտի անեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իրենք պիտի գործեն իշա Հայաստանի Հանրապետության, չշեղվեն ընդհանուր եղած ծրագրերից, եթե անհրաժեշտ է դիմեն արբիտրաժային դատարան եւ արբիտրաժային դատարանով լուծեն երկաթգծի խնդիրը, Հայաստանի ներքին 5-րդ շարասյանը վարվեն այն տարբերակով, ինչը խոստանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամանակ, Եռագլուխ Հրեշին գլխատեր, որի երկու գլուխը ռուսական է, մի գլուխը բելարուսական, ես կարծում եմ, որ պիտի նման հայտարարությունից հետո արդեն ժամանակն է, որ տվյալ հայտարարության համատեքստում թե ուժեղ Հայաստանի լիդերին, թե Հայաստան դաշինքի լիդերին մեղադրանք ներկայացվի դրսից ուղղորդվելու եւ ընտրություններում խախտումներ անելու պատրվակով եւ այս պատրվակով այդ մարդկանց հանրային շփումների հնարավորությունից զրկվի, այսինքն Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները հստակ ուղղորդվել են դրսից, ինչը մենք բարձրաձայնել ենք, ասել ենք, որ արգել եք այդ կուսակցությանը մասնակցելու, որեսի վիճակները չլինեն, որովհետև այդ վիճակները հետագայում ել ավելի խորացնելու, ցավոք իշխանությունները ականջալուր չեն եղել մեր ասացին, հիմա ասում ենք, որ ընդհանուր առմամբ ասվում է, որ դուք պայքարում եք Եռագլուխ Հրեշի դեմ, որը հիմնականում երկու գլուխը Ռուսաստանից է, մի գլուխը Բելարուսից, այսինքն ԿՊ-ն պայքարում է Ռուսաստանի ու Բելարուսի դեմ, դրա համար էլ արևմտյան քվեները ամբողջությամբ վերցրեց քաղաքացիական պայմանագիրը, որպես Ռուսաստանի ու Բելարուսի դեմ պայքարող, դե պայքարեք հիմա մինչև վերջ։ Հակառակ դեպքում իրենք գնալու են երկիշխանության էլեմենտներ ձևավորելու եւ ազգային ժողովում բավական գրագետ են աշխատում, ասեմ, որովհետեւ աշխատում են քաղտեխնոլոգներով, աշխատում են ամեն շաբաթյա հարցումներով, աշխատում են ամեն մեկը իր ասելիքն ու անելիքը նախապես մշակելով եւ այս համատեքստում, որ դուք նախկին եք, թալանչի եք եւ այլը, այս գործոնը այլևս չի աշխատում, որովհետեւ մեր ժողովուրդը այդ 8 տարի լսել է։ Մեր ժողովուրդը լսել է նաեւ, որ
երագլուխ հրեշը եւ հրեշը պիտի գլխատվի, հիմի խոստացել եք պիտի գլխատեք։ Հակառակ դեպքում իրենք են ձեզ գլխատելու եւ իմ առաջարկը, իմ մոտեցումը տվյալ խնդրի լուծման հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի շարժվի սեփական ժողովրդի շահով եւ ներքին դաշտում պիտի դրսից ուղղորդվող քաղաքական կուսակցությունների խնդիրը լուծի օրենքի շրջանակում, դատական շրջանակում, ինչի ապացույցները կան թե հակակոռուպցիոն կոմիտեի առանձգախնալ լսումներով, թե դրսից նախընտրական туриզմով ուղղորդված մարդկանց պարագայում, թե ռուսական թևը իր ազդեցությունը ու ոտքը Հայաստանի քաղաքական դաշտում էլ ավելի ամրացնում։ Եվ պարոն Սարգսյան, դուք որ ասեցիք երկիշխանություն, ինչ որ պլան կա, դա Ռուսաստանում է մշակվել, թե Հայաստանում ընդդիմադիրների կողմից։ Միանշանակ Ռուսաստանում է մշակվել, որովհետև Հայաստանի ընդդիմադիր դաշտը, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությունը ու մասնավորապես ուժեղ Հայաստան խմբակցությունը ամբողջությամբ գործում է այդ մշակված Ռուսաստանից մշակվող ծրագրերով եւ Ռուսաստանում մշակված ծրագրերի քաղվերլուծաբանների ցուցումներով իրենք առեսօր շաբաթական հարցումներ են անցկացնում եւ այդ հարցումների հենքի վրա ազգային ժողովում պնդումներ են անում, իսկ քաղաքականության հենքը սոցիոլոգիան է, այսինքն Ռուսաստանը իր ամբողջ ներուժով ու պոտենցիալով Հայաստանի քաղաքական դաշտում ուզում է իր ազդեցությունը մեծացնել։ Նորից եմ կրկնում, Սամվել Կարապետյանի ճեպազրույցներ տալը հենց նույն օրը, որ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ճեպազրույցներ տալիս, ապացուցում է, որ իրենք այո երկիշխանություն ծրագրի համատեքստում են։ Պարզապես Սամվել Կարապետյանը ճեպազրույցներ տալիս է այն ժամանակ, երբ իրեն դատարան են կանչում, այսինքն դատավորն է որոշում նիստի օրը եւ ինքը նիստից առաջ պատասխանում է լրագրողների հարցերին եւ դժվար դատավորը նայի կառավարության նիստի օրերը եւ փորձի դրանք համատեղել։ Միգուցե, չեմ պնդի, բայց արդյունքում ստացվում է այնպես, որ դա 5 շաբթի օրերն է եւ արդյունքում ստացվում է այնպես, որ տվյալ շաբաթվա հիմնական հարցերը, որին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը, այդ հարցերին փորձում է պատասխանել նաև Սամվել Կարապետյանը։ Նաև ասեմ, որ ներքին ներքաղաքական կյանքի եւ հանրային ընկալումների մասով մոտեցումները, որոնք ցույց են տալիս որոշակի առումով հարցումները, բարձրաձայնում են ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորները ազգային ժողովում։ Ներառյալ, ասենք, Նարեկ Կարապետյանի բարձրաձայնումը, որ թրիպետ ճանապարհը միջանց չի, վստահեցնում եմ ձեզ, որ դա իրենց առած հարցումների համատեքստում է, որովհետև ճանապարհ մոտեցումը հայ ժողովուրդը վատ է ընդունում, համարում է այդ Ալիևի մոտեցումը, հետևաբար իրենք որոշեցին Ալիևի հետ չնույնանալ եւ հրաժարվել այդ մոտեցումից, այսինքն ինքը հստակ քաղտեխնոլոգիական մոտեցում է եւ ելի այդ համատեքստում է երկիշխանություն ձևավորելու համատեքստում է։ Ընդհանրապես այդ որ ասում են գաղտնի պլան, այդ գաղտնի պլանի անվանումը երկիշխանություն է։ Ինչի հասնեն դրանով, ասենք մի քանի համայնքում ունեցան համայնքապետեր լավագույն դեպքում, եթե Երևանը չվերցրեցին, այսպես ասած, 31 թվականի ընտրություններին ինչ են կարողանալու մի քանի համայնքում ղեկավար ունենալով անել։ Գիտեք, նախ իրանք խնդիր չեն դրել մինչև 31 թվականի ընտրությունները հասնելը, հակառակ դեպքում այս սահմանափակումները հայկական ապրանքների վրա կհանեին, այդ չեն պահելու մինչև 31 թիվ։ Ես նորից եմ կրկնում, որ իրենք խնդիր են դրել երկիշխանության էլեմենտ ձևավորելով հոկտեմբեր ամսի վերջին, նոյեմբեր ամսի սկզբին Հայաստանում ստանալ նման իրավիճակ, որը նման է կամ մոտ է երկիշխանության։ Իրենց դիրքերը ավելացրել են ազգային ժողովում, իրենք ազգային ժողովում ունեն հանձնաժողովի նախագահներ, այդ արդեն լրացուցիչ պլյուսները, որոնց դաշտում իրենք աշխատելու են եւ աշխատելու են Մոսկվայում մշակված շշկրիչ ցուցումներով, իրենք տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու են հոկտեմբեր ամսին, իսկ այդտեղ բավականին լուրջ ընտրություններ կան Հայաստանի
բազմաթիվ համայնքներում, որում նաև հանրապետություն կուսակցությունն է մասնակցելու մի քանի համայնքներում, եւ իրենք հիմիկվանից շատ լուրջ աշխատում են տեխնացուների ընտրության հարցում։ Եվ այս համատեքստում իրենց ազդեցությունը թե քաղաքական հարթակներում, թե հանրային հարթակներում, համայնքային հարթակներում ամրացնելով տանում են նրան, որ համապատասխան իրավիճակում գազը թանկացնելուց եւ այլնից հետո, երբ որ բողոքները շատ կմեծանան ու իրավիճակը կծանրանա, մեզ թող ժողովուրդ անարգով։ Այսինքն Ռուսաստանը գնում է այն հենքին, որ Հայաստանում պիտի անի իշխանապողություն, որտեղ իրենք հասկանում են, որ ընդհանուր առմամբ թրիվ ծրագրից Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվող չի։ Այստեղից էլ ելնելով ես ասում եմ, որ Հայաստանի իշխանությունները պիտի անեն հակառակ քայլեր, իրենք ամեն ինչ պիտի անեն, որպեսզի ցույց տան, որ իրենք թրիվ ծրագրում շահագրգռված են եւ առաջ նայած բոլոր քայլերն անում են անկախ Ռուսաստանի արվող քայլերից եւ ներքաղաքական դաշտում Ռուսաստանից ուղղորդվող արտաքին քաղաքական ուժերով ուղղորդվող քաղաքական ուժերի նկատմամբ դիրքավորվել կոշտ օրենքին համապատասխան վերաբերմունքով։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Նարեկ ջան։